Siz nasıl Karabağ'a girdiyseniz. Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçer. Եթերում իրական Թուրքիա նախագիծն է, բարև ձեզ։ Թուրքիայի նախընտրական աջակցությունը Փաշինյանին նոր դրվագով։ Անցած շաբաթվա թոշակի անցած 3 թուրք դիվանագետներից հետո եւս 1 թուրք դիվանագետ է խոսել։ Հալիլ Աքնջան Թուրքիայի ընդդիմադիր ամենակարևոր մեդիային Ջումհուրիեթին է դժգոհել, թե Թուրքիայի իշխանությունները բավական չափով չեն աջակցում Փաշինյանին, առաջարկելով աջակցել Փաշինյանին, բացելով սահմանը հենց նախընտրական այս փուլում։ Հայաստանի ընտրություններում վարչապետի տեխնացու առաջադրվածների մեջ Փաշինյանից բացի կա այլ քաղաքական գործիչ, որը հանձն է առել փոխել Հայաստանի սահմանադրությունը, այդ հարցում չխուսափելով հակադրվել անգամ Սփյուռքին եւ եկեղեցուն, երբ Ադրբեջան-Հայաստան համաձայնագիրը նախաստորագրված է եւ հստակ որոշվել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է հնարավորին չափ շուտ բացվի եւ գործարկվի, արդյոք սահմանային անցակետի բացումը պարզապես ժամանակի հարց չէ։ Եթե այդպես է, ինչ վնաս կա, եթե սահմանային անցակետը բացվի Հայաստանում ընտրություններից առաջ եւ այդպիսով աջակցություն ցուցաբերվի Փաշինյանին, ասել է թուրք դիվանագետը։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Հայաստան-Թուրքիա սահմանը թուրք-ադրբեջանական կռվախնձոր բացել եւ օգնել Փաշինյանին, թե սպասել, այս է հարցը։ Ermenistan diye bir devletin yaşamasını istiyorsanız Փաշինյանի խայտառակ հայտարարությունը ադրբեջանական պետական հեռուստաեթերում։ Բաքվի մեդիան փորձում է յուղ լցնել հայ-ռուսական գրակի վրա ու տաքացնել ձեռքերը։ Ermənistan tədricən Moskvanın orbitindən uzaqlaşır։ Զանգեզուրի միջանցքը փոխում է խաղի կանոնները, Բաքուն նոր դիրք է ձևավորում աշխարհում եւ դրա հիմքում Հայաստանի տարածքով անխոչնդոտ Թրամփի ուղին է։ Oyunun qaydalarının dəyişdiyi yer isə məhz buradır. Yəni Zəngəzur dəhlizinin 0-cı nöqtəsi։ Եվ հարցազրույցներ հերեն քեզքին Թուրքիայի իշխանությունները պետք է ոչ միայն ճանաչեն ցեղասպանությունը, այլև փոխհատուցեն։ 1915 tanı af dile tazmin et diyoruz. Hemen Mamraş Թուրքիան ոչ միայն ունի թույլ կողմեր, այլև օրեցօր ավելի է թուլանում։ If the government of Armenia want to forget everything, I think it's not right way. Եվ Սորանս Յադգար Թուրքիան 100 տարի առաջ եւ այսօր նույնն է։ Թուրքերի գերակայություն են քարոզում եւ փորձում հաստատել։ Եվ այսպես թուրքական նախագիծ Ադրբեջանը Թուրքիայում մի կողմից ընկալվում է մեկ ազգ երկու պետություն լոզունգով եւ օգտագործվում է թուրքական շահերն առաջ տանելու համար, հենց այդ նպատակով էլ ստեղծվել է Ադրբեջան պետությունը, մյուս կողմից Թուրքիայում որոշ շրջանակներ հոգնել են Իլհամ Ալիևի պոռոտախոս ու մեծաբերան վարքից եւ ինչպես Բաքվի մեդիան է ձևակերպել, Թուրքիայում Ադրբեջանի դեմ արշավ են սկսել։ Այն որ Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում հակասություններ կան, փաստ է, այն որ գլխավոր կռվախնձորներից մեկն Արցախյան հաղթանակ կոչվածն է, նույնպես փաստ է, ու մի քանի անգամ դրսևորվել է հրապարակային կերպով։ Վերջին շրջանում սակայն հակասությունները առավել պարզ դրսևորվեցին, երբ Նախիջևանում հրթիռներ են կանհու Ալիևը սկսեց սպառնալ Իրանին։ Թուրքիայից պարզ հարց տվեցին՝ ում հաշվին, ինչից հետո Ալիևը լռեց։ Հիմա նոր հակասությունն է երևում։ Թուրքիայում կա կարծիք, որ պետք է բացել Հայաստանի հետ սահմանն ու այդ կերպ օգնել Փաշինյանին վերընտրվել, բայց Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը հարցազրույց է տվել ընդդիմադիր գլխավոր թերթին ու հայտարարել, որ Հայաստան-Թուրքիա սահմանը կարող է բացվել Հայաստանում ընտրություններից հետո, երբ ընտրվի Փաշինյանն ու փոխի սահմանադրությունը։ Ու հիմա Թուրքիայում մեծ աղմուկ է։ Bence Azerbaycan'daki, Türkiye'deki büyükelçinin davranışı, çıkışı bana göre duygusal bir mesele. Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը կարծում եմ զգացմունքային է։ Eski kodlarla düşünerek meseleye bakıyor. Դեռ նախկին կոդերով են մտածում, նույնիսկ նորածինները գիտեն այս ֆրազը՝ մեկ ազգ երկու պետություն։ İyi biliyor değil mi? Ne diyoruz? İki ayrı devlet, tek millet. Tamam, bu hiçbir zaman ortadan kalkmayacağına göre buradaki büyükelçinin telaşa kapılmasından bir anlamı yok. Bu bir. İki, ülkelerin büyükelçileri başka. Քանի որ միշտ այդպես է լինելու, դեսպանը խոճապի մատնվելու պատճառ չունի։ Սա մեկ, երկրորդը, դեսպանները, որոնք տեղակայված են մեկ այլ երկրում, չեն կարող կարծիք հայտնել այդ երկրի ոչ արտաքին, ոչ էլ ներքին քաղաքականության վերաբերյալ, նրանք չեն կարող որևէ բան պարտադրել։ Հիմա կարող եք ինձ ասել, Ամերիկայի դեսպանն էլ է նույնը անում։ Zaman eğer buna Ankara gerekli şiddetle yanıt veremiyorsa
Hakan Bey'in problemi։ Լավ, ամերիկացի դեսպանը ժամանակ առ ժամանակ անում է, եթե Անկարան դրան անհրաժեշտ ուժով չի կարողանում արձագանքել, դա Hakan Bey-ի խնդիրն է։ Այստեղ ապտակը բաժին է հասնում Թուրքիայի արտգործնախարար Hakan Fidanին ու փաստացի նաև Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունների համար, որին զսպել փաստորեն չեն կարողանում ու որը ստեղծում է տպավորություն, թե Անկարա-Բաքու հարաբերություններում ոչ թե Թուրքիան է թելադրում, այլ Ադրբեջանը։ Ու մանավանդ երբ հասել են մի փուլի, երբ իրենց պատկերացմամբ հայերին փակուղի են մտցրել։ Düşün, dedik bir dakika ya. 145 milyon Türk'ün ortasında ben kaç milyon olarak duruyorum. Üstelik de diaspora bana bir kapik bile yardım etmiyor. O halde benim burada yaşayabilmem için ve Ermenistan diye bir devletin yaşamasını istiyorsanız Մի պահ մտածեք 145 միլիոն թուրքերի մեջ քանի միլիոն եք, ավելին Սփյուռքը նույնիսկ 1 կոպեկի օգնություն չի տալիս, այնպես որ եթե ուզում եք այստեղ ապրել կարողանալ եւ եթե ուզում եք որ գոյություն ունենա Հայաստան անունով պետություն եւ քանի որ այստեղ չեք կարող պատերազմել, ապա ամեն ինչ ակնհայտորեն պարզ է, այստեղ խնդրի լուծումը սահմանը բացելն է։ buradaki problemin çözümü meselesidir. Kapının açılması. Այստեղ պետք է ուշադիր լինել, որովհետև խնդրի լուծում ասելով նկատի չունեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում, այլ հայերին թուրքական վերահսկողության եւ հովանուտակ առնել, ձուլել, այսինքն սահմանը բացելու նպատակը հայերի հետ հաշտվելը չէ, հայերին կլանելն է։ Սա այն նույն վերլուծաբանն է, որն իր մասնակցությամբ գրեթե բոլոր եթերներում, եթե խոսքը հասնում է Հայաստանին, ասում է, ամեն սոված հայի դռան առաջ Թուրքիան պետք է մի կտոր հաց թողներ, ու հայկական հարցն այդպես լուծված կլիներ։ Այստեղ եւս կրկնել է իր սիրելի առաջարկը Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի համար, փաստացի հորդորելով հայերի դեմ գործել ավելի խորամանկ։ Benim kendi cümlemdi ya demiştim ki Türkiye her sabah Ermenistan'da Ասել էի, որ Թուրքիան ամեն առավոտ Հայաստանում այն տների դռների մոտ, որտեղ փոքրիկներ են ապրում, կաթի շիշ կամ հացի կտոր, ավելի ճիշտ մի կտոր շոկոլադ պետք է թողնի։ Կաթի շիշ, հացի կտոր, մի կտոր շոկոլադ, այս սկզբունքով չէ արդյոք գործում Թուրքիան այսօր Փաշինյանի հետ հարաբերություններում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ախալքալակ Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Ու համոզում, թե սա պատմական իրադարձություն է։ Ախալքալակ Կարս երկաթուղով բացվում են մեր ճանապարհները եւ ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, որ ի վերջո շրջափակումը քայլ-քայլ հաղթահարվում է։ Սա Փաշինյանի ընկալումն է կամ Փաշինյանի նախընտրական քարոզչությունը։ Հիմա առաջարկում ենք տեսնել այս պատմական հռչակված իրադարձության մասնագիտական գնահատականը։ Թուրքագետ Վարուժան Գեղամյան։ Թուրքիան իհարկե որևէ երկաթուղային ճանապարհ առավել եւս սահման չի բացել Հայաստանի հետ, ավելին չի էլ պատրաստվում նման քայլի եւ դա ունի շատ հիմնավոր ու պրագմատիկ պատճառ։ Խորհրդային միության փլուզումից եւ Հայաստանի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է, օգտագործելով պատերազմական փափուկ ուժի գործիք հանդիսացող տնտեսական շրջափակումը։ Սակայն այդ գործիքը ոչ այնքան ծառայում է բուն նպատակին, զուտ տնտեսական տեսանկյունից դրա արդյունավետությունը խիստ կասկածելի է, այլ պաշտոնական Անկարայի կողմից օգտագործվում է որպես քարոզչական եւ հոգեբանական գործիք։ Թուրքագետը բացատրում է, թե ինչպես, նշելով, որ 91-ից ի վեր մեզ անդադար համոզում են, թե Թուրքիայի հետ սահմանները բացելուց հետո տնտեսական բարեկեցության մեջ ենք ապրելու։ Այդպիսով Հայաստանի բոլոր տնտեսական խնդիրները բխեցնելով Թուրքիայի կողմից փակված սահմաններից։ Այս քարոզչական մանիպուլյատիվ թեզը ցավոք շատ ամուր կերպով նստած է հայ հասարակության ու նույնիսկ ազգային էլիտաների պատկերացումներում, դիտարկելով Թուրքիայի հետ սահմանը բացելը որպես բացարձակ բարիք առանց դրա իրական գիտահեն ապացույցների։ Այս հարցում ամեն բան կառուցվում է կենցաղային տրամաբանության վրա։ Այս տրամաբանությունը սնուցվում է բաց սահմանը ավելի լավ է, քան փակը, 21-րդ դարում փակ սահմաններ չկան եւ այլ անհիմն պնդումներով։ Մինչդեռ այս թեզի քարոզի ու լայն տարածման գլխավոր շահառուն Թուրքիան է։ Այդ քարոզի դրամաբանությամբ Թուրքիայի կողմից արված պատերազմական քայլը դիտարկվում է զուտ տնտեսական եւ մի բան, որ մեզ շատ է պետք։ Ուստի պաշտոնական Անկարան սահմանների բացման հեռանկարը օգտագործում է որպես խայծ Հայաստանից զիջումներ գործելու համար։ Իր արդյունավետությամբ դա շատ ավելի լավ գործիք է, քան բուն սահմանը բացելը, գրում է թուրքագետը Telegram-ի իր ալիքում։ Վարուժան Եղամյանը նաև ընդգծում է, հենց սա է պատճառը, որ 20 թվականի պատերազմից հետո Հայաստանի դե ֆակտո իշխանությունը ամեն օր նոր զիջումներ է անում Թուրքիային ու Ադրբեջանին, բայց սահմանների բացման ու ճանապարհների ապաշրջափակման հարցը չի լուծվում։ Թուրքիան օգտագործում է սահմանների թեման որպես դիվանագիտական, քաղաքական ճնշման գործիք։
Պատահական չէ, որ արդեն 6 տարի կան միայն հայ-թուրքական անբովանդակ հանդիպումներ, քննարկումներ, բայց չկա սահմանների բացում։ Այս ամբողջ քարոզչության նպատակն է հայ հասարակության շրջանում ստեղծել կեղծ պատրանք, որ հեսա-հեսա բացվելու է սահմանը եւ լավ ենք ապրելու։ Մինչդեռ դրա դիմաց Թուրքիային արվում են նոր զիջումներ։ Մի տրվեք թուրքական քարոզչությանը, դա վնաս է ոչ միայն առողջությանը, այլև անվտանգությանը, ավարտում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Եվրամիության անդամակցության աղմուկ չափազանց մշուշոտ հնարավորությամբ, բայց իրական սկանդալով Մոսկվայի հետ ու որպես այլընտրանք Փաշինյանի կողմից մատուցվում է Թուրքիան։ Քանի դեռ Ռուսաստանի նախագահն ու պաշտոնյաները հորդորում են Փաշինյանին կողմնորոշվել հնարավորին չափ շուտ ԵԱՏՄ թե Եվրամիություն հարցում, Հայաստանում ընտրողներին Փաշինյանը համոզում է, թե Պուտինի ընկերն է։ Ու մյուս կողմից անտեսելով հանգամանքը, որ Թուրքիան դեռ փակ է պահում սահմանը, հակառակ իր բոլոր զիջումներին, որպես ողորմություն առաջարկելով Հայաստանից անցնել Վրաստան, այնտեղից նոր Թուրքիա, ապա Եվրամիություն։ Փաշինյանի ընկալմամբ սա պատմական ձեռքբերում է։ Հիմա այս պատմության ընկալումը ըստ Բաքվի 10 members of European Union are our clients. ԵՄ անդամ 10 երկրներ մեր հաճախորդներն են։ Եվրոպայից ընդհանուր թվով 12 երկիր ադրբեջանական գազի սպառող են։ Մենք պրեմիում շուկայի կարիք ունենք, որը Եվրոպան է, եւ Եվրոպան մատակարարումների այլընտրանքային աղբյուրի կարիք ունի, որն Ադրբեջանն է։ Մենք Եվրահանձնաժողովի հետ միավորել ենք ջանքերը հասնելու արդյունավետ գործակցության։ Եվրամիությունը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ադրբեջանը բոլորը անելու են քայլեր, որոնք բխում են իրենց շահերից։ Սա մեղադրանք չէ որևէ մեկին, սա իրականությունն է, որը պարտավոր ենք տեսնել։ Բաքուն այս փուլում առավել արժեքավոր գործընկեր է Եվրամիության համար, դեպի ուր փորձում է քայլել Փաշինյանը, բացառված չէ, որ նաև Մոսկվայի համար։ Սա է մեր խնդիրը, որ չկարողացանք Բաքվից ավելի արժեքավոր գործընկեր դառնալ Ռուսաստանի եւ մյուսների համար։ Փոխարենը դեռ միամտաբար ակնկալում ենք օգնություն, ոմանք եվրոպացիներից, ոմանք ռուսներից, ոմանք ատում են եվրոպացիներին, ոմանք սիրում ու նույնն է ռուսների պարագայում։ Երբ հարցը սիրելն ու ատելը, ոգևորվելն ու հուսախաբվելը չէ, հարցն այնն է, որ պետք է դիրքավորել Հայաստանը, ոչ թե ընտրել Եվրամիություն թե ԵԱՏՄ, այլ այնպես անել, որ ընտրեն Հայաստանը։ Ալիևը սա հասկացել է ու անգամ Հայաստանի տարածքը Սյունիքով Փաշինյանից ստացած անխոչնդոտ թրիփը օգտագործում է, որ Բրյուսելում իր շահերը լինեն գերակա։ Most probably Azerbaijan's geography and already assets will be needed. Ամենայն հավանականությամբ Ադրբեջանի աշխարհագրությունը եւ արդեն արված քայլերի կարիքն ավելի շատ կզգացվի, քան այսօր։ Ընդ որում, հենց Բաքվից են բացատրում, որ Բաքուն իր համար նոր դիրք է ձևավորում աշխարհում եւ դրա հիմքում Հայաստանի տարածքով անցնելիք, ահա թե ինչն է։ Oyunun qaydalarının dəyişdiyi yer isə məhz buradır. Yəni Zəngəzur dəhlizinin 0-cı nöqtəsi. Խաղի կանոնները փոխվում են հենց այստեղ, Զանգեզուրի միջանցքի 0-ական կետում։ Այստեղ է, որ սկսվում է Զանգեզուրի միջանցքի հեռանկարային ներուժի հիմքը Ադրբեջանի, Իրանի եւ Հայաստանի սահմանին։ Avrasiya miqyasında formalaşan yeni logistika arxitekturasında Zəngəzur tamamlayıcı və yeniləyici element kimi. Եվրասիական տարածքում ձևավորվող նոր լոգիստիկ ճարտարապետության մեջ Զանգեզուրը հանդես է գալիս որպես լրացնող եւ վերականգնող տարր։ Այսպիսով, ապագայի համար նախագծված միջանցքով Ադրբեջանը ամրապնդում է իր դիրքերը որպես կամուրջ քարտեզի վրա, տնտեսության կենտրոն եւ լոգիստիկայի գերհանգույց։ Փաշինյանը իհարկե սրա մասին չի խոսում, որովհետեւ սա է Սյունիքում Ալիևին եւ Էրդողանին անխոչնդոտ անցում տալու մասին Փաշինյանի ստորագրության իրական հետևանքը։ Հայաստանից դրա համար բխող բոլոր անվտանգային ռիսկերով։ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր 3 առաջատար ուժերի առաջնորդներին Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան թիրախավորող իր գորգորոցներով եւ անցած շաբաթվա իր չափազանցություն չի լինի ասել ողբերգական ու խայտառակ հարցով Բաքվի պետական մեդիայի ֆավորիտն է։ Ռոբի Սերժի Կալուկացու Գագոյի գլխավորությամբ ասում եմ ձեզ Հայաստանի ծարմատախիլ եմ անելու։ Ստահակներ, դուք ինչի եք կենթանի։ Դուք պետք է բացատրություն տաք ինչի եք կենթանի։ Ղարաբաղի պսևդո-էլիտա ֆրազը Փաշինյանի կատարմամբ անխուսափելիորեն հայտնվելու էր ադրբեջանական հեռուստաեթերում։ Նախընտրական քարոզարշավում հենց արցախցիների գործոնն են այս շաբաթ դիտարկել, որ ինչպես նկատել են, հունից հանում է Նիկոլ Փաշինյանին։ Այ փախածուր, արա դու ինչ գործ ունես տեղ ընդհանրապես։ Արա դու ինչ գործ ունես տեղ ընդհանրապես։ Այսով կերին արասրավ։ Եկել են մապտապտարներ, այս Ղարաբաղի պսևդոէլիտաները, ռակները տաշեք
ընդհանրապես։ Բաքվից ուղիղ տեքստով ասում են, որ հասկանում են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այսքան հիստերիկ կերպով արձագանքում ընդդիմության գործողություններին ու հատկապես քարոզարշավային իր ակցիաների ժամանակ արցախցիների տեսնելիս։ Son günler daşnakların, huntaçıların, kilise liderlerinin, eləcə də Samvel Karapetyan və Gaycik Sarukyan kimi oligarxların Վերջին օրերին դաշնակների, խունտայի անդամների, եկեղեցու առաջնորդների, ինչպես նաև Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի նման օլիգարխների բոլոր հայտարարությունները ուղղված են Հայաստանում գործող կառավարության տապալման գաղափարական հիմքերի ցանկացած միջոցով ամրապնդելուն։ Այս առումով վարչապետի հիստերիկ սպառնալիքները անջատողական ռեժիմի ներկայացուցիչների դեմ լիովին հասկանալի են։ Ու քանի դեռ Հայաստանում ընդդիմությունը խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փրկելու մասին, հենց դա է դառնում գլխավոր գործոնը, որի դեմ պարզվում է Բաքուն պայքարում է ոչ թե հանուն Փաշինյանի, այլ Ռուսաստանի դեմ կամ ոչ այնքան հանուն Փաշինյանի, որքան Ռուսաստանի դեմ։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Երևան-Մոսկվա հարաբերությունները կարգավորվեն, ու սա պարզորոշ երևացել էր դեռ անցած շաբաթ։ Խունտաչı Ռոբերտ Քոչարյանın da Խունտայի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը վերջերս լուրջ մտահոգություն է առաջացնում։ Նրա կողմից Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության գործընթացներում պայմաններ դնելը, onların ayrılmaz hüququ kimi təqdim etməsi, Rusiya və İranla əlaqələrin gücləndirilməsinə dair çağırışları Ղարաբաղցի հայերի վերադարձը որպես նրանց անօտարելի իրավունք ներկայացնելը եւ Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները ամրապնդելու կոչերը իրական սպառնալիք են տարածաշրջանային անվտանգ եւ կայուն խաղաղության համար։ Ռեպորտաժ են պատրաստել Մոսկվայից, որում պատմում են, թե ինչ վնասներ կարող է կրել Հայաստանը, ինչ կարող է կորցնել, եթե Փաշինյանը շարունակի Ռուսաստանի ուղղությամբ իր վարքը։ Во всяком случае, кормить паразитов и кормить антироссийский режим, содержать его. Ռուսաստանը չպետք է կերակրի պարազիտներին եւ հակառուսական ռեժիմներին։ Bir sözlə uzun illər regionda Rusiyanın əsas siyasi və hərbi dayaqlarından biri sayılan Ermənistan Հայաստանը, որը երկար տարիներ համարվում էր Ռուսաստանի հիմնական քաղաքական եւ ռազմական հենարաններից մեկը տարածաշրջանում, աստիճանաբար հեռանում է Մոսկվայի ուղեծրից։ Այժմ շատերը հետաքրքրված են, թե ինչ կտրուկ քայլեր կարվեն Կրեմլի ֆորպոստը ծնկի բերելու համար։ Առայժմ կարող ենք ասել, որ Երևանը լիովին կզրկվի դաշնակցի օգնությունից, չնայած քաղաքական շրջանակները եւ Կրեմլին մոտ կանգնած փորձագիտական հանրությունը Փաշինյանի կառավարությունը կոչում են անհուսալի դաշնակից, Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը շարունակելը սպառնում է տարածաշրջանում Ռուսաստանի հեղինակությանը։ Այսպիսի բովանդակությամբ Բաքվի մեդիան փորձում է յուղ լցնել հայ-ռուսական գրակի վրա ու տաքացնել ձեռքերը։ Ալիևը փորձում է ձևավորել մեդիա տրամադրություններ եւ իր չափով Փաշինյանին եւ Մոսկվային հրել դեպի խզում։ Այս կերպ Հայաստանին զրկելով Ռուսաստանից եւ Ռուսաստանին զրկելով Հայաստանից, ինչը պարզեցնում է Բաքվի հաշվարկներն ու գործողությունները։ Հայ-ռուսական հարաբերությունները խզելու մեծ պլանի հետևում իհարկե Թուրքիան է։ Հայաստանի տարածքը կլանելու մեծ Թուրանի հին, բայց նոր շունչ ստացած պլանով։ Թուրքական պրոյեկտ Ադրբեջանը գործելով Անկարայի եւ թուրքական պլանի թելադրանքով միաժամանակ իր ավելի մանր շահերով, բայց նույնչափ անսահման ամբիցիաներով ինտենսիվ մասնակցում է ոչ միայն հայ-ռուսական թշնամանք հրահրելու ընթացիկ օպերացիային, այլև գործնական քայլերով Հայաստանը Ռուսաստանից կտրող գլխավոր մկրատն է։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վստահաբար Ադրբեջանի եւ Թուրքիայի համաձայնությամբ, եթե ոչ առաջարկով է, Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից հեռանալու վնասների փոխհատուցման կամ Ռուսաստանին տնտեսական այլընտրանքի տրամաբանությամբ առաջարկում Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա նայելը։ Սա կոչելով պատմական իրադարձություն։ Եվ սա այն դեպքն է, երբ ավելի պարզ հնարավոր չէ ցույց տալ, որ պատմական լինում են նաեւ անհեռատեսությունն ու ձախողումը։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Ամսվա վերջին թողարկմանը ներկայացնում ենք նախորդ շաբաթների ամենակարևոր դրվագները։ Եթե որևէ թուրք մտավորական հայտարարում է, որ ընդունում է հայոց ցեղասպանության փաստը, որ ներողություն է խնդրում, անգամ ծիծեռնակաբերդում ծնկի է գալիս ու արտասվում, ապա սա դեռ չի նշանակում, որ այդ թուրք մտավորականը պատրաստ է կրել նաև պատասխանատվությունը։ Միշտ կա ինդիկատոր հարցը. ինչ է կարծում փոխհատուցման մասին։ Երենք Հեսքինը Թուրքիայի այն եզակի մտավորականներից, իրավապաշտպաններից մեկն է, որը բաց խոսում է ոչ միայն ճանաչման ու ներողության, այլև հայերին փոխհատուցելու մասին։ Հայոց ցեղասպանության ուր մնաց փոխհատուցման թեման Թուրքիայում տաբու են, դեռ տաբու են։ Մեզ հետ հարցազրույցում բացատրում է Հեսքինը, որովհետև Թուրքիայում այո կա պետական պաշտոնական գաղափարախոսությունը, բայց այն լիովին ընդունվել է ժողովրդի կողմից։ Türkiye henüz
bunların konuşulacağı bir süreç içinde değil. Թուրքիան դեռ այն գործընթացում չէ, որտեղ նշածս թեմաները կարող են քննարկվել։ Այդ հարցերի քննարկումը դեռևս արգելված է։ Bu arada şunu söylemek istiyorum. Sadece devlet de değil. Yani devlet bir resmi ideoloji oluşturmuş ama bu resmi ideoloji genel olarak halk tarafından da kabul edilmiş zaten. Ուզում եմ ասել հետևյալը. իմ խոսքերը միայն Թուրքիա պետությանը չեն առնչվում։ Պետությունը ստեղծել է պաշտոնական գաղափարախոսություն, բայց այդ պաշտոնական գաղափարախոսությունը ընդհանուր առմամբ ընդունվել է ժողովրդի կողմից։ Նույնիսկ նրանք, ովքեր իրենց համարում են շատ առաջադեմ եւ հեղափոխական, իրականում չեն բարձրացրել օրինակ 1915 թվականի ցեղասպանության թեման, եւ սա ցավալի է։ Bizim coğrafyamızda ilk kez soykırımı tanı, af dile, tazmin et çağrısı yapan kurum İnsan Hakları Derneği. Թուրքիայում առաջին կազմակերպությունը, որը ճանաչել է ցեղասպանությունը, ներողություն խնդրել եւ փոխհատուցման կոչ արել Մարդու իրավունքների ասոցիացիաներ։ Մենք դա արեցինք 2005 թվականին, երբ որևէ այլ կազմակերպություն դեռ չէր համարձակվել այդ քայլին գնալ, թեև կային բազմաթիվ հաստատություններ, որոնք քաղաքական դիսկուրսի մասնակից էին։ Որքան էլ ցեղասպանության թեման տաբու լիներ, արգելված լիներ, մենք միշտ այն քննարկել ենք, միշտ ասել ենք, որ քննարկումները գոնե ներքին կարգով պետք է լինեն եւ 2005 թվականին նաև բաց խոսեցինք։ Dediğim gibi yani oluşturulmuş resmi ideoloji genel olarak halkın büyük çoğunluğu tarafından da içselleştirilmiş. Ահա թե ինչու է Մարդու իրավունքների ասոցիացիայի Ստամբուլի մասնաճյուղը ներառված ցեղասպանության հուշահամալիրի այն ցանկում, որում ցեղասպանությունը ճանաչած անձինք եւ կազմակերպություններ են։ Սա մեզ համար չափազանց կարեւոր է։ Նկատի ունեմ, որ ստեղծված պաշտոնական գաղափարախոսությունը ընդունվել է հանրության մեծամասնության կողմից։ Ահա թե ինչու այն չի քննարկվում։ Այժմ, օրինակ, ամեն տարի ապրիլի 24-ին մենք հայտարարություն ենք անում եւ մեր դեմ դատական հայցեր է ներկայացվում, բայց պատիժ չի սահմանվում։ Սա շատ հետաքրքիր է, որովհետև նրանք չեն ցանկանում, որ այս հարցը քննարկվի։ Եթե պատիժ սահմանվի, ապա դա ակնհայտորեն խոսքի ազատության խախտում կլիներ։ Եթե պատիժ սահմանվի, հարցը կբացվի միջազգային մակարդակով։ Հետևաբար, այն երկրում, որտեղ խոսքի ազատությունը այսքան մեծ ճնշման տակ է, արդարացման որոշումներ են կայացվում հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների պատճառով մեր դեմ ներկայացված դատական հայցերում, սակայն հայցերը կան եւ շարունակում են ավելանալ։ Տեսնենք, ուրբաթ օրը եւս մեկ հայտարարություն կանենք։ Չգիտեմ դրանից հետո ինչ կլինի, բայց ընդհանուր առմամբ այս երկրում կա 20% այլակարծություն։ 20%-ը ցանկանում է իրական հարցեր տալ եւ պատասխաններ լսել։ Կարծում է, որ պաշտոնական գաղափարախոսությունը պետք է քննարկվի։ Կարծում է, որ քննարկումը պետք է սկսել 1915 թվականին առնչվող հարցերից։ Այս 20%-ից դուրս գտնվող մեծ զանգվածն արդեն ընդունել է պաշտոնական գաղափարախոսությունը։ Թուրքիայի այսպիսի կառավարություն եւ այսպիսի ժողովուրդ կա, ինչպես դուք ասացիք, սակայն դուք որպես Թուրքիայի քաղաքացի եւ ձեր նշած 20%-ը չեք փակում թեման։ Ինչու՞։ Neden? Şöyle, bu bizim için zaten varlık nedeni. Yani biz Որովհետև դա հենց մեր գոյության պատճառն է։ Մենք մարդու իրավունքների պաշտպաններ ենք եւ համոզված ենք, որ մեր երկրի նման երկրում պաշտոնական գաղափարախոսությունը պետք է քննարկվի։ Առանց դրա իրական ժողովրդավարություն հնարավոր չէ։ Bir demokrasiye sadece tartışma da yetmez. Tabii ki sonuçlarıyla birlikte ne diyoruz? 1915 tanı, af dile, tazmin et diyoruz. Ընդ որում մենք չենք խոսում միայն խոսելու համար։ Մենք խոսում ենք հետևանքների մասին։ Մենք ասում ենք պետք է ներողություն խնդրեք 1915 թվականի զոհերի ժառանգներից։ Պետք է փոխհատուցեք նրանց։ Պետք է ընդունել կատարվածի հետևանքները։ Մենք այս երկրում ապրելը սիրում ենք։ Սա մեր երկիրն է եւ ուզում ենք, որ այն ժողովրդավար լինի։ Ուզում ենք ապրել դիմակայելով անցյալում կատարված հանցագործություններին։ Այս երկրում առաջին անգամ մի հայ Հրանտ Դինքը, որի հետ աշխատել ենք մեր Մարդու իրավունքների ասոցիացիայի ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարի հանձնաժողովում, փորձեց բացատրել այս տաբու թեման չափազանց նուրբ եւ մեղմ ձևով։ Նա նույնիսկ զայրանում էր մեզ վրա կոշտ ձևակերպումների համար։ Միշտ փորձում էր բացատրել կատարվածը hնարավորին չափ նուրբ ձևով։ Son derece naif, son derece yumuşak bir dille anlatmaya çalıştı. Hatta o bize kızardı. Siz çok radikal konuşuyorsunuz. Bu topluma biraz daha yumuşak anlatmak lazım diye. Մեզ ասում էր չափազանց արմատական եք խոսում։ Պետք է ավելի նրբորեն բացատրենք այս հասարակությանը, բայց նա սպանվեց այս երկրում։ Նրա պես մտածող մարդիկ են փոխում աշխարհը։ Մեկը պետք է առարկի այն ամենի դեմ, ինչ անում է մեր պետությունը, եւ որոշեցինք առարկել մենք։ Եվ կշարունակենք մեր առարկությունը մինչև վերջ։
Պոլսի հայկական ակոս թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո հազարավոր մարդիկ տեսանք Ստամբուլի փողոցներում արդարության պահանջով եւ Դինքի եւ ցեղասպանության համար։ Բայց ամեն տարի Հրանտ Դինքի սպանության ամեն հաջորդ տարերիցին փողոցում ավելի քիչ մարդ, ավելի քիչ առարկող ենք տեսնում։ Հայոց ցեղասպանության մասին հիմա լռում են անգամ Türk metaborakanlara. Doğru. Çünkü Türkiye Cumhuriyet Devleti şu anda korkuyla yönetiliyor. Ճիշտ եք, որովհետև Թուրքիայի Հանրապետությունը ներկայում կառավարվում է վախով։ Ընդհանուր առմամբ մարդիկ շատ վախեցած են, որովհետև շատ հեշտությամբ ձերբակալվում են։ Նրանց ուղարկում են բանտեր, աշխատանքից են ազատում, թույլ չեն տալիս հաց վաստակել, սպառնում են։ Մարդիկ Թուրքիայում ապրում են տարբեր վախերով, եւ սա գլխավոր հանգամանքն է, որը մեծապես խանգարում է մարդկանց դուրս գալ փողոց։ Çok çeşitli korkularla yaşıyorlar ve bu sokağa çıkmayı çok engelleyen bir şey, bir durum. Bu sadece örneğin Hrant Dink'i anma günlerinde değil, bütün sokak... Սա վերաբերում է ոչ միայն Հրանտ Դինքի հիշատակի արարողություններին, այլև բոլոր փողոցային ցույցերին, մամուլի ասուլիսներին ամենուրեք։ Ցավոք, վախի մթնոլորտը շատ տարածված է։ Մենք փորձում ենք կոտրել այն։ Պետք է կոտրվի, բայց դեռ գերիշխում է։ Եվ դուք ճիշտ եք նկատել։ Փողոց դուրս եկող մարդկանց թիվն իսկապես նվազում է։ Sayılar giderek azalıyor. Maalesef ki böyle. Հայաստանի դեմ Թուրքիայի քաղաքականությունը Էրդողանի անձի եւ նրա կուսակցության առաջնահերթությունն է, թե եթե Թուրքիայում իշխանության գան ընդդիմադիր քեմալականները, որոնք վերջերս Էրդողանից ավելի են enver ու Թալիատ փառաբանում, նույն խնդիրների առաջ են կանգնելու։ Şöyle söyleyeyim. Sadece her şeyi AKP üzerinden tartışmanın doğru olduğunu düşünmüyorum. Çünkü bu AKP politikası değil. Bu Türkiye Cumhuriyeti Devleti'nin politikası. Չեմ կարծում, որ ճիշտ է այս ամենը վերագրել իշխող կուսակցությանը, որովհետև սա միայն այդ կուսակցությանը չէ, որն առնչվում է։ Սա քաղաքականություն է։ Թերևս սա ավելի շատ քեմալականների քաղաքականությունն է, որովհետև նրանք են Թուրքիայի հիմնադրման գաղափարախոսության հեղինակները։ Այս հիմնադիր գաղափարախոսության ամենահիմնարար կողմնակիցը ըստ էության առաջին գաղափարախոսությամբ հիմնադրված առաջին կուսակցությունը հենց ՋՀՊ-ն է։ Հետևաբար, երբ ես քննարկում եմ այս բոլոր հարցերը, չեմ դիտարկում իշխող կուսակցության գործողությունները, դիտարկում են Թուրքիայի Հանրապետության քայլերն ընդհանրապես։ Իրական Թուրքիա նախագծի շրջանակում մի քանի անգամ հնարավորություն են ունեցել ներկայացնելու Հեմն Մամրաշին, լրագրող Իրաքյան Քրդստանից։ Այս անգամ նա Երևանում էր ապրիլի 24-ի հիշատակի արարողություններին մասնակցելու համար եւ իհարկե նրան հրավիրել են Alpha News։ Ոմանք այս տարածաշրջանում խաղաղ ապրել չեն սիրում, կարծում է նա, ու հստակեցնող հարցին պատասխանում այդ ոմանք նրանք են, ովքեր ցեղասպանություն են գործել հայերի դեմ եւ ովքեր պատրաստ չեն ընդունել եւ հարգել քրդերի իրավունքները։ Մեր հակադարձմանը, թե Թուրքիան հիմա կարգավորման գործընթացներ է սկսել եւ քրդերի եւ հայերի հետ, Հայաստանի մասով այսպես է պատասխանում։ Իրականում, եթե դիտարկենք նաև պատմությունը, կան պատերազմական բանակցություններ, կան գործարքի շուրջ բանակցություններ, վերջնագրային բանակցություններ, բայց այս բոլոր դեպքերում բանակցողները չպետք է մոռանան իրենց ժողովուրդների անցյալը։ So, if the government of Armenia wanted to forget everything, I think it's not right way. Դուք չպետք է մոռանաք ձեր ժողովրդի իրավունքները։ Եթե Հայաստանի կառավարությունը ցանկանում է մոռանալ ամեն ինչ, կարծում եմ դա ճիշտ ճանապարհ չէ։ Նրանք պետք է բարձրացնեն հայերի համար կենսական հարցերը եւ բանակցությունների սեղանին դնեն իրական իրավիճակը եւ շահերը, որովհետեւ պետությունը չի պատկանում կառավարությանը, պետությունը ժողովրդինն է։ Բոլոր մարդիկ, երեխաներից մինչև տարեցներ այստեղ Հայաստանում իրավունք ունեն հետ ստանալ այն ամենը, ինչ կորցրել են եւ ինչը գողացել են նրանցից։ Հուսով եմ բանակցություններն ինչ-որ փուլից կընթանան այս ուղղությամբ։ Եթե ոչ այս ուղղությամբ, ապա վատ կլինի այն մարդկանց համար, որոնք սկսեցին այս տեսակի բանակցություններ։ Այսպիսի պատասխանից հետո իհարկե հարցրել ենք, թե ինչն է ստիպում քուրդ լրագրողին մտածել, որ Հայաստանի կառավարությունը կարող է հետ քայլ անել հայկական շահերից։ I don't have all of the details, the negotiation between them, but I'm sure that if you want to close your eyes about the land, if you close your eyes about the rights of your people, it means that you are step by step coming. Բանակցությունների բոլոր մանրամասներին չեմ տիրապետում, բայց համոզված եմ, որ եթե դուք ուզում եք աչք փակել հողի կորստի, ձեր ժողովրդի կորսված իրավունքների վրա, ապա նշանակում է, որ քայլ առ քայլ հեռանում եք ճիշտ ուղուց։ But it doesn't mean that you sell all of the things without empty hands.
Երբեմն պետք է քո պահանջների մասով իջեցնես ձայնդ, երբ խոսքը հասնում է մարդկանց կյանքերին, բայց դա չի նշանակում, որ պետք է վաճառես ամեն ինչ ու մնաս դատարկաձեռն։ Հուսով եմ, որ Հայաստանի բանակցային թիմը շատ զգայուն կլինի։ Հատկապես հաշվի առնելով, որ բոլոր կուսակցությունները, քաղաքական թիմերը հիմա կանգնած են իսկապես մեծ հարցի առաջ։ Սպասվում են ընտրություններ, եւ փաստացի որոշվելու է նաեւ, թե ովքեր կլինեն հողի պաշտպանները, ժողովրդի իրավունքների պաշտպանները։ Ընտրողները կտան այս հարցի պատասխանը։ The big question for all the parties, who will be the protector of the land, protector of the rights of the people. So the votes answer this question. Թուրքիան ոչ միայն ունի թույլ կողմեր, այլև օրեցօր ավելի է թուլանում, կարծում է քուրդ լրագրողը, ընդգծելով, որ Նեթանյահուն իսկապես կարող է թիրախավորել հենց Թուրքիան։ Եվ այդ ժամանակ թուրքերը չեն կարող դիմադրել այնպես, ինչպես Իրանը։ Թուրքիան կկարողանա դիմակայել այնպես, ինչպես Իրանը։ No, different. The mentality of the people inside Turkey is different. Yeah. The culture in Turkey is different, and the economy of the Turkey is different. Ոչ, Թուրքիան տարբեր է։ Թուրքիայի ներսում մարդկանց մտածելակերպը տարբեր է։ Թուրքիայի մշակույթը տարբեր է, եւ Թուրքիայի տնտեսությունն է տարբեր։ Աշխարհաքաղաքական առումով Թուրքիայի դիրքը տարբեր է։ Թուրքիան գտնվում է Եվրոպայի սահմանին մի կողմից եւ Ռուսաստանի սահմանին մյուս, եւ կա նաեւ արաբական երկրների գործոնը։ Այնպես որ կարծում եմ Թուրքիայի առաջնորդները գիտեն սա։ Նրանք ունեն իսկապես զգայուն վայրեր, զգայուն տարածքներ, զգայուն հանգամանքներ Թուրքիայի ներսում։ Ահա թե ինչու, թեև ոչ ոք չէր հավատում, որ մի օր Թուրքիայի առաջնորդները կհավաքվեն մի սենյակում, կնստեն տարբեր ազգերի, հատկապես քրդերի հետ, կխոսեն քրդական մշակույթի, քրդական լեզվի, քրդական հարցի մասին, բայց այդ օրը եկավ։ Together sit with the different nations, especially with the Kurds, talking about the Kurdish culture, Kurdish language, Kurdish issue. Մի ժամանակ նրանք կարգախոս ունեին՝ մեկ դրոշ, մեկ լեզու եւ մեկ երկիր։ Հիմա ասում են՝ ոչ, Թուրքիայում շատ լեզուներ կան։ One language and one country. But now they say no, there's many languages in Turkey. Now they allowed for different things that before that it's really forbidden and they kill some. Հիմա նրանք թույլատրում են տարբեր ազատություններ, որոնք նախկինում իսկապես արգելված էին։ Հիմա ավելի բաց են։ Կարծում եմ, որ եթե նրանք ավելի բաց չլինեն, կրկին կվերադառնան զրոյական կետին։ Again, they came back to the 0 point. Եվ անցնող ամիս հարցազրույցի հնարավորություն ենք ունեցել հայ-քրդական բարեկամություն կազմակերպության անդամներից եւս մեկի հետ, որը նույնպես Երևանում էր ապրիլի 24-ի հիշատակի արարողություններին մասնակցելու։ Նրան հայեր-քրդեր հարաբերությունների ամենազգայուն հարցն ենք ուղղել։ I will ask very sensitive question. Զգայուն հարց եմ հիմա տալու հաշվի առնելով այն, ինչ հիմա դուք ասում եք։ Հայերը հիշում են կատարվածի բոլոր մասնակիցներին, իհարկե դուք Իրաքյան Քրդստանից եք եւ պարզ է պատասխանը, բայց ամեն դեպքում կուզեի այս հարցին անդրադառնաք։ Թուրքերն օգտագործել են նաև քրդերին ցեղասպանությունն իրագործելու համար եւ քրդերը եւս կիսում են մեղքի բաժինը։ Ինչ են քրդերը մտածում սրա մասին այսօր։ So what Kurds are thinking about this nowadays? كاتي خوي بسردمي دولتي عثماني كردكاني ناوتيجي بتشوف Մենք պատմությունը գիտենք, որ քրդերը մասնակցել են հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությանը։ Դա ճիշտ է, ու նաև ճիշտ է, որ ոչ բոլոր քրդերն են մասնակցել, ոչ բոլոր քրդերն են ցեղասպան։ Դա արել են քրդերի որոշ փոքր խմբեր, Թուրքիայի տարածքի մի փոքր հատվածից։ Իրաքի եւ Իրանի տարածքի քրդերն առնչություն չունեն կատարվածի հետ։ Ցեղասպանությանը քրդական այդ բոլոր ցեղերի մասնակցությունը չի նշանակում, թե ամբողջ քուրդ ժողովուրդն է հանցակից հայ ժողովրդի ողբերգությանը։ Ռեգիոնում 40 միլիոն քուրդ կա, եւ պատմությունը նաեւ ցույց է տալիս, որ բազմաթիվ քրդեր ցեղասպանության օրենին պաշտպանել են հայերին։ Իրաքյան Քրդստանում հիմա հայ համայնք կա, ու հայերի մեծ մասը ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են։ Կարևորում եմ եւ պետք է ընդգծեմ նաեւ, որ հայերը աթոռ ունեն Քրդստանի ինքնավարության խորհրդարանում։ Ուզում եմ ասել հետևյալը. եթե ես սխալ եմ գործում, եթե հանցանք եմ գործում, չի նշանակում, թե իմ ամբողջ ընտանիքն է հանցագործ։ Նաև հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում եղա եւ ցուցադրված բովանդակության տեքստերի պարբերություններից մեկում գրված էր քրդերը մասնակցել են հայոց ցեղասպանությանը։ Սխալ չէ, ճիշտ է, բայց ամբողջ ճշմարտությունը չէ։ Եթե հնարավոր լիներ, կուզեի խնդրել խմբագրել այդ նախադասությունը։
Գրել, որ որոշ քրդեր քրդական որոշ փոքր ցեղախմբեր են մասնակցել ցեղասպանության իրագործմանը։ Սա բոլոր քրդերին հանցագործ չի դարձնում։ Բոլոր քրդերին ցեղասպանության հանցակից չի դարձնում։ Ես քուրդ եմ, Էրբիլից եւ որևէ առնչություն չունեմ։ Իմ պապերը որևէ առնչություն չունեն կատարվածի հետ, որ Թուրքիայի տարածքի որոշ քրդեր գործել են այդ սխալը հայ ժողովրդի դեմ։ Իրաքյան Քրդստանի տարածքում հայերի հետ քրդերն ապրում են հաշտ ու խաղաղ։ Որևէ խնդիր չունենք։ Հայերը մասնակցում են որոշումների կայացմանը մեր քաղաքային խորհուրդներում, խորհրդարանում, ունեն դպրոցներ, հայերի բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հայերը եւ քրդերը մի կարևոր ընդհանրություն ունեն, թուրքերի հետ ենք առնչվում։ Ինչպեսի Թուրքիայի առաջ ենք այսօր կանգնած, 100 տարի առաջ եւ այսօր նույն Թուրքիան է, թե փոխվել է։ هستفي لنيو نتوكل بهموشي إيران تركيا دورة. Նա խոսեմ մարդկանց, ժողովուրդների մասին, որոնք ամենուր, Իրանում, Իրաքում, Սիրիայում, թե Թուրքիայում ուզում են ապրել խաղաղ։ Բայց որևէ փոփոխություն չկա պետության, Թուրքիայի դիրքորոշումների եւ նպատակների մասով։ 100 տարի առաջ եւ այսօր նույն Թուրքիան է, եւ մենք այսօր եւս բախվում ենք պետության նույն ռազմավարությանը, հայերի, քրդերի եւ տարածաշրջանի մյուս ժողովուրդների դեմ։ Հետևաբար, երբ խոսում են Թուրքիայի ժողովրդի մասին, փոփոխություն գուցե կա, երբ խոսում ենք ռեժիմի մասին, նույնն է։ Տարածաշրջանի մյուս ժողովուրդներից իրենց առավել են կարծում։ Թուրքերի գերակայություն են քարոզում եւ փորձում հաստատել։ Թուրքական ռեժիմը բացահայտ կերպով ստորադասում է մյուս ժողովուրդներին։ Առաջիկա թողարկումների համար արդեն իսկ ունենք նկարահանված հարցազրույց Թուրքիայում ապրող հայի հետ, որը տասնամյակներ շարունակ չի իմացել հայ լինելու մասին։ Եվ պլանավորել ենք Միացյալ Նահանգներից Ուիստերի համալսարանի պրոֆեսորներից Հենրի Թերիոյի հետ հարցազրույցով հասկանալ Միացյալ Նահանգների պետքարտուղարի Երևանյան այցի նպատակներն ու տողատակերը։ Սպասեք առաջիկա շաբաթներին։ Եթերում իրական Թուրքիա նախագիծն էր, շնորհակալություն ուշադրության համար։